խախտում հայտնաբերել, չէր կարող ազատ արձակել։ Եվ մենք անկեղծ ասած ամեն օր բացում ենք, նայում ենք, տեսնում ենք արդյոք դատալեքսում արդեն տվյալները կան, այսինքն դատարան հանձնված է թե չէ, եւ այսօր էլ ստուգել ենք, տեսել ենք, որ նման տեղեկություն դատալեքսում չկա, դա էր, այսինքն եթե այդպիսի բան լիներ, դատարանը անկախ նրանից ինչպիսի մոտեցում կունենար արդյոք խախտում կտեսներ թե չէր տեսնի, չէր կարող ազատ արձակել։ Իսկ այս բaragայում դատարանը կարող էր եւ որոշում կայացնել ազատ արձակելու մասին, ընդ որում ես ուզում եմ հատուկ նշեմ, որ այնպես չի, որ մենք բավարարված ենք այս որոշմամբ։ Շատ կարևոր է, որտեղ մեր հիմնական փաստարկը, առաջնային փաստարկը այն է, որ այն արարքը, որ նկարագրված է, չի համապատասխանում քրեական օրենսգրքի հոդվածին։ Մենք ճիշտ է չենք ընդունում այդ մեղադրանքը, բնական է չենք ընդունում եւ չենք ընդունելու, ակնհայտ է, որ դա իրականության հետ կապ չունի, բայց իրենց կողմից կերտված իրականության մեջ արշակ իրենց կողմից թղթին հանձնված իրականության մեջ Արշակ Սրբազանը մեղադրվում է այն բանում, որ այդ թմրամիջոցը, որ այդպես էլ չհասկացանք, եթե եղեն ապացույցը կա չկա, այդ էլ պատմություն։ Ես ավարտեմ, այս կարևոր է, որ այդ թմրամիջոցը ըստ մեղադրանքի կողմի գործողությունը կատարվել է ոչ թե իրացման, այլ որոշակի մարդկանց վարկաբեկելու նպատակով։ Վարկաբեկելու նպատակը հակադիր է իրացման նպատակին, այսինքն ընդհակառակը այս գործողությունների հետևանքով ես իրենց տրամաբանությունն եմ ասում նորից, ոչ թե իրացում տեղի ունեցավ, այլ ընդհակառակը ինչ-որ մի թմրանյութ, որը որ իր շրջանառության մեջ դուրս եկավ շրջանառությունից, որովհետև որևէ մեկը ոչ թմրանյութ օգտագործեց, ոչ, այսինքն այստեղ իրացման նպատակ ուղղակի գոյություն չունի։ Այդ պատճառով մենք պնդել ենք եւ պնդում ենք, որ պետք է արձանագրվել հիմնավոր կասկածի բացակայություն եւ ճիշտ է, այս որոշումը պետք է համարել խափաման միջոցի տեսանկյունից դրական որոշում, բայց ըստ էության մենք այնպես չի որ բավարարված ենք այս որոշմամբ, որտեղ չի արձանագրվել, որ հիմնավոր կասկածը բացակայում է։ Արձանագրվել է, որ հիմնավոր կասկածը նվազագույն շեմով, այս սա ուզում եմ ընդգծեմ, նվազագույն շեմով արկա է։ Մեր պատկերացմամբ նվազագույն շեմից շատ հեռու է, այսինքն ընդհանրապես արկա չի։ Սա էլ նշում։ Մասնագիտորեն ինչպես է գնահատում այն, որ գործում արկա միակ ապացույցը կարող է անհետանալ։ Ոչ միայն այս գործով, դա կարող է լինել նաև այլ գործերով, չէ՞։ Եթե մի անգամ եղել։ Վերջնական թող այդ փաստը հաստատվի, այս պահի դրությամբ մենք վերջնական հաստատում չունենք։ Նոր դրան գնահատական կտանք, մեղմ ասած, սավեշտալի է։